Սիրահարվելու համար բավական է նույնիսկ վայրկյանի 1/5-ը, ըստ Սիրակուզի համալսարանի գիտնականների։ Նրան նայելիս էֆորիա առաջացնող քիմիական տարրերը սկսում են ներգործել ուղեղի վրա ընդամենը 1/5 վայրկյանում։ Սիրո զգացում ապրելու համար անհրաժեշտ է ուղեղի 12 տարբեր հատվածի ներգործությունը։ Ի դեպ, նույն հատվածներն են ակտիվանում նաև թմրամիջոց օգտագործելու դեպքում։ Ըստ այս ոլորտում հայտնի հետազոտության սիրահարվելն ունի 3 փուլ՝ տենչալ, հմայվել և կապվել, և յուրաքանչյուր փուլի քիմիական բաղադրությունը տարբեր է։ Ընդհանուր առմամբ, այս բարդ գործում խառն է 7 տարբեր հորմոնի մատը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սերը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, արյան ճնշումը, ստրեսը, դրանով իսկ երկարացնելով կյանքը։ Սակայն մեդալը երկու կողմ ունի։ Ապացուցված է, որ սիրահարվելիս մենք կորցնում ենք միջինը 2 ընկերոջ, կորցնում ենք նաև կենտրոնանալու կարողությունը, նվազում է արտադրողականությունը։ Իսկ հիմա ամենավատ փաստը։ Սիրո գլոբալ դասակարգմամբ Հայաստանը 136 երկրների շարքում ամենավերջինն է, 136-րդը։ Ըստ ամերիկյան Gallup-ի, հայաստանցիների միայն 29%-ն է ասել, որ նախորդ օրվա ընթացքում սիրո զգացում է ապրել։